Հաջորդ հովական ծառայություն։ Ես արագ գնամ, որովհետև շատ եմ ես հետ մնացել։ Հովիվը դա պաստուխ բառն է ռուսերենով, չոբան, հա։ Հունարենով պոյմեն բառն է։ Եվ նոր կտականում հանդիպում ենք 18 անգամ։ Միայն մի դեպքում ենք մենք հանդիպում այն որպես պաստր բառ։ Մնացած դեպքերում չոբան է գրված։ Մենակ մի դեպքում է գրված որպես հովիվ, մեզ հայտնի հենց հովիվ բառը։ Պաստր։ Այսպիսով ելնելով Աստվածաշնչյան կոնտեքստից հովիվը հանդիսանում է որպես չոբան, իսկ եկեղեցին որպես հոտ։ Եկեք այդ բառի վրա չկենտրոնանանք չոբան բառի համար, բառի վրա։ Ուղղակի ինքը շատ լավ արտահայտող բառ է, հովիվը, որպես պաստր, չոբան, Պաստուխ։ Մատթեոսի ավետարանում գրված է 9:36։ Դա ժողովրդի բազմությունը տեսնելով գթաց նրանց, որ հոգնել եւ ցիրուցան են եղել, ինչպես հովիվ չունեցող ոչխարները։ Ով տեսավ Հիսուսը։ Ահա հովի գործառույթը եւ սիրտը։ Նա տեսավ եւ գթաց եւ կարացավ զանազանել եւ բնութագրել ժողովուրդը առանց հովվիա, ցիրուցանա լինում։ Հենց այստեղ է դրսևորվում հովվի սիրտը, տեսնել եւ կարեկցել մարկանց կարիքները։ Վարձկանը նույն նայում եւ տեսնում է բազմություն, ամբողջ։ Իսկ Հիսուսը տեսնում էր կոնկրետ մարկանց կոնկրետ կարիքներով։ Վարձկանը կարա տեսնի ժողովուրդ, բազմություն, ամբողջ, իսկ հովիվը մեր հովիվը Հիսուսն է, հա, մնացածը մենք նրա ծառաներն ենք։ Հովիվը տեսնում է արդեն կոնկրետ կարիքները, կոնկրետ մարկանց խնդիրները եւ կարողանում է կարեկից լինի։ Երեմիա 3:15 Եվ ձեզ հովիվներ կտամ իմ սրտի համաձայն, որ նրանք գիտությամբ եւ իմաստությամբ հովվեն ձեզ։ Գիտեք, որպես հովիվ իմ ծառայությամբ ես շատ եմ անդրադառնում այս տեղերի վրա։ Ես շատ եմ կարդում այն տեղերի վրա, որտեղ որ ուղղված է հովին։ Ես շատ եմ կարդում Տիմոթեոսի նամակը, շատ հաճախ անցնում եմ Տիտոսի նամակին, որովհետեւ դա կոչվում է հովվական նամակներ։ Եվ ես այնտեղ ինձ միշտ շտկում եմ, նայում եմ, վերանայում եմ։ Հովիվները պիտի մտնեն այդտեղ եւ իրենց համեմատենում հետ Հովվապետի Հիսուս Քրիստոսի հետ։ Մենք ունենք հրաշալի լավագույն օրինակ, դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Լավ, դա համար նաև գիտես տնային խմբակների ավակները նրանք նույնպես պարտավոր են ունենան այդ հովվական սիրտը, որովհետև նրանք նույնպես հովվում են իրենց հոտը, փոքր հոտ է, բայց նույնպես նրանք հովվում են։ Դա համար եթե տնային խմբակի ավակը չունի այդ հովվական սիրտը, նրա մոտ չեն հավաքվելու։ Գառները զգում են, նրա խմբակը չի մեծանա, նա կարա այդպես էլ տանջվի այդտեղ։ Բայց երբ որ տնային խմբակի ավակը ունի այդ հովվական սիրտը, այդ հոգացությունը, այդ կարիքը, ոչ թե որպես պարտավորվածություն, պարտականություն գնամ խմբակս ասկացնեմ գամ, չի աճելու այդ հոտը։ Դրան գիտես, մարդիկ էլ կարան մնան այդպես էլ, լճանան։ Ես հիշում եմ, երբ որ ես սկսեցի տնային խմբակը, զորով եմ սկսել, ինձ համոզել են, որ ես սկսեմ։ Ես միշտ ասում եմ, ես ինչ տնային խմբակ, բան փախնում եմ ծառայությունից, բայց Տեր ասեց, չէ, դու պիտի անես ու արեցի։ Մեր տնային խմբակը շատ աճեց։ Հետո այնպես ստացվեց, ես սկսեցի տղամարդկանց տնային խմբակ։ Ասեցի, կոնկրետ տղամարդկանց հետ, գիտես ում հետ եմ սկսեմ, մի հոգու հետ։ Եվ հետո այնքան աճեց, դարձանք 15-16 հոգի։ Շատ արագ, շատ կարճ ժամանակահատվածում, որովհետև ես ամեն մեկի մեջ սիրտ էի դնում, ամեն մի տղայի մեջ սիրտ էի դնում, նրա ընտանիքի մեջ սիրտ էի դնում։ Սա հովվական սրտի մասին է խոսում։ Դա համար ցանկացած տնային խմբակի ավակ պարտավոր է լինի հովիվ, հովվական սիրտ ունենա։ Ասամեն։ Հոտը կարող է լինել մեծ եւ փոքր, բայց միևնույն է, հովիվը պետք է հոգ տանի բոլորի համար։ Քարոզի 10 հոգու համար նույնպես ինչպես որ քարոզի 10,000-ի համար։ Սա ճիշտ սրտի դիրքն է։ Չի կարելի ասել, դե ծառայության եկել են 20 հոգի, ես թույլ կքարոզեմ, այ որ լինեն 50 հոգի, ես ավելի ուժեղ կքարոզեի, չէ, սա հովի մոտեցում չի։ Դու մի հոգուն պետք է այնպես քարոզես, ինչպես կքարոզեիր 100 հոգուն։ Այդպես է։ Հովհաննեսի 10-րդ գլուխ 11-14 խոսքերը տանը կկարդաք, որ այստեղ Հիսուս ասում է. Ես եմ բարի հովիվը։ Իսկական հովվի գլխավոր տարբերակիչ հատկանիշը նրա սիրտն է, հովվական սիրտ։
Սա է տարբերակում իրական ճշմարիտ հովին, երբ որ նա սիրտ է ունենում իր հոտի նկատմամբ, մարդկանց նկատմամբ, ում որ ինքը ծառայում է։ Հովիվը թագավոր չի, հովիվը դա գահ չի, հակառակը, հովիվը դա ծառայությունն է, դա սիրտն է։ Եթե ես ասես կարաս մի բառով կամ երկու բառով նկարագրես քո հովին, Արտուր Սիմոնյան, ես կասեմ պապա եւ սիրտ։ Նա իրական ունի այդ հովի սիրտը։ Ես նրա չեմ կարող ասեմ նույնիսկ հովիվ Արթուր։ Ոնց որ նրա անունը հենց հովիվ լինի։ Հովիվ։ Ես չեմ կարող նրան ասեմ հովիվ Արթուր։ Ոնց որ, չգիտեմ, հովիվ նայենք, հովիվ ջան։ Ես ունեմ լավ, մենք ունենք շատ հրաշալի օրինակ, դա մեր ավակ հովիվն է։ Եվ մենք ամեն ինչ անում ենք մեր ռայոնի հովիվներով, մնացած հովիվներով, որ գիտես նրանից շատ սովորենք։ Բայց միևնույնն է, մեր առաջի ամենահովվապետը դա Հիսուս Քրիստոսն է, որի կյանքում մենք տեսանք այդ ամենը։ Մի կարևոր տեղ պիտի կարդամ Ա Պետրոս 5-ի առաջի 4 խոսքերը։ Աղաչում եմ ձեր մեջ եղած երեցներին որպես երեց։ Ռուսերենով եւ անգլերենով նայել եմ գրածա պաստոր։ Կաքսա պաստորը։ Ես ձեզ աղաչում եմ հովիվներիդ։ Վակա Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի հայտնության։ Արածեցրեք Աստծո հոտը, որ ձեզ մոտ է։ Վերակացու լինելով ոչ թե ստիպված, այլ հոժարակամ, ըստ Աստծո, ոչ թե շահասիրությամբ, այլ հոժարությամբ, ոչ թե նրանց տիրելով, որ բաժին են ընկել ձեզ, այլ հոտին օրինակ լինելով։ Սա հովվական մոտեցումն է իր հոտին։ Եվ երբ որ հովվապետը երևա, փառքի անթառան պսակը կստանանք։ Երբեմն այո հովիվները թուլանում են, երբեմն հովիվները հոգնում են, երբեմն հովիվները նայելով հոտին ներողություն իհարկե, բայց հիասթափվում են, բայց գրված է կստանաք անթառան պսակը, երբ որ հովվապետը գա։ Այս սրան նայելով հովիվները պիտի հովեն իրենց հոտը։ Որտեւ այնքան հաճախ ես դու տեսնում են, որ բառից բուն իմաստով ձվածեղ է սարքում ձեռիդ մեջ, ուտում ասում են լավ է համա աղա մի քիչ պակասեր։ Դաժան է սիրելիս, շատ դաժան է։ Եվ եթե թուրանում է հովիվը, հիասթափվում է հովիվը, եւ նորմալ է, մարդա չէ, մի սուղարյուն է։ Բայց գրված է, որ երբ որ հովվապետը երևա, փառքի անթառան պսակը կստանա։ Սա հրաշալի օրինակ է։ Ամեն։ Գործկարաքելոց 20:28 Զգուշ եղեք ինքներդ ձեր համար եւ ամբողջ հոտի, որի վրա Սուրբ Հոգին վերակացուներ կարգեց ձեզ, որպեսզի հովվեք Աստծո եկեղեցին, որ նա ձեռք բերեց իր սեփական արյունով։ Ես երբ որ նայում եմ եկեղեցուն եւ եկեղեցու մարդկանց, ես նայում եմ ասում եմ Հիսուսը նրա համար մեռել է։ Հիսուս այդ մի անհատի համար, այդ ամենակամակորի, չարաճճի համար մահացել է Հիսուսը։ Արյուն է թափել այդ մեկի համար, տանջվել է, չարչարվել է։ Եվ ես պիտի իմ սիրտը ուղղեմ այդ մարդուն հենց այդպես նայելով։ Ոնց որ կնայի նրան Հիսուս Քրիստոսը, մեր Տերը։ Թեև կարա լինի կամակոր, թեև կարա լինի չարաճճի, չլսող, կան այդպիսի անդամներ։ Չէ, այստեղ չեք։ Այստեղ չեն, այստեղ կատարյաների ժողով է, սիրներս։ Եվ մենք պիտի զգուշ լինենք, հովիվները պիտի զգուշ լինեն, իրենք իրենց անձին։ Հովիվը ինքը հենց այս մարդն է, որը նշանված է եկեղեցու հետ, որը պսակված է եկեղեցու հետ, որը ուխտ ունի եկեղեցու հետ։ Սա ուխտի նշան է, չէ՞, որ ես իմ կյանքը նվիրում եմ այդ ծառայությանը։ Հովիվ կամ լինում են, կամ չեն լինում։ Հովիվը դա սիրտն է, չես կարող գնաս սովորես ու հովիվ դառնաս։ Այո, հովին ձեռնադրում է մարդը, բայց եթե նրա մեջ սիրտը չեղավ հովվական, ինքը պտուղ չի կարա բերի, ինքը կտանջվի ու կտանջի մարդկանց։ Բայց երբ որ լինում են հովիվ, մեր շատ սել հովիվը լավ բան ասեց, ասում է երկու բան, եթե մարդը ուզում է հովիվ լինի, կամ ինքը իրականում կանչված է, որ հովիվ է, կամ հիմար է, որ ուզում է հովիվ լինի։ Ես դրան ասում այո եւ ամեն։ Եթե մարդը կանչված չի հովիվ լինել, բայց ուզում է հովիվ լինի, ինքը հիմար է իրականում, ինքը տանջվելու է։ Որտեւ դա սիրտն է, հասկանում ես։ Մարդը կամ կանչված է լինի հովիվ, կամ տանջվելու է։ Ուրիշ տարբերակ չկա։ Եվ հովիվը դա սիրտն է, հանդուրժող սիրտն է։ Երբ որ գալի հովիվին ասում է, գիտես ինչ կա, հովիվ զուգանի կրիշկեն բռնել ենք անվտանգության տղեկը։ Դրելած օծը գողացած տանում, ինչ անեմ, թող տանի։ Թող տանի։ Մի արգելեք։ Քանի ասում են հովիվ գիտես զուգանի թուղթս էս լսած,
ջեբերը բռնել ենք, տանում է, թող տանի։ Եթե ինքը իր կարիք դրա կարիք ունի, թող տանի։ Սա սրտի մասին է խոսում, հասկանում ես։ Երբ որ ինքը գնահատել գիտի, երբ որ կարեկցել գիտի։ Վերջին ուսուցչի ծառայությունն է։ Ուսուցիչը վարդապետ ունի հատուկ օծություն Աստծուց, մարդկանց բացահայտելու խոսքի հասկացողությունը։ Սա ուսուցչի մեջ է մտնում։ Ինքը հատուկ օծություն ունի, բացի։ Իմ համար շատ լավ օրինակ է ուսուցչի մեր Արեսկին Արթուրը։ Հրաշալի ուսուցչի պարգև ունեցող մեկի օրինակն է։ Ես նրա դասի ժամանակ վայելում էի, բայց կային մարդիկ, որ քնում էին նրա դասին, գիտես խի, նրանց հետաքրքիր չի, նրանց ավետարանիչներ են, նրան ինչ ես մտել այդ խոսքի մեջ, մարդիկ մեռնում են, սովից տանջվում են։ Հասկանում ես, մարդիկ գտնում են իրենց ուսուցչին, մարդիկ գտնում են իրենց պարգևը, իրենց վարդապետին։ Երբ որ հովիվը ունենում է ավետարանչական այդ ուղղությունը, կարա լինի մի մարդու մեջ 2-3 բան։ Երբ որ հովիվը լինում է նաև ավետարանչի այդ ջիղ ունենում է, նա միշտ sense բարձր քարոզներ անում եւ միշտ կանչում առաջ ապաշխարության։ Եկեղեցին աճում է։ Երբ որ հովիվը ունենում է ուսուցչական պարգև, ինքը եկեղեցուն շատ ուժեղ հաստատում է հիմքերի վրա։ Դու այդպես կարաս տեսնես տարբերությունը։ Ունենում է լավ հիմքեր, ամուր հիմքեր։ Դա համար շատ կարևոր է, գիտես, որ բոլոր պարգևները եկեղեցուն գործեն։ Այս ծառայությունը ի տարբերության ավետարանչի ծառայությունից նախատեսված է եկեղեցու շինության համար, այլ ոչ թե աշխարհի համար։ Սրա մասին արդեն խոսեցի, որ ուսուցչի ծառայությունը նախատեսված է եկեղեցու համար, այլ ոչ թե աշխարհի։ Ավետարանչի ծառայությունը նախատեսված է աշխարհիկների համար, ովքեր որ պետք է բերեն մարդկանց դեպի եկեղեցի։ Ուսուցիչը դա մեկն է, ում Աստված է դրել Քրիստոսի մարմնի մեջ, մեկ կարևոր նպատակի համար, որ սովորեցնի մարդկանց Աստծո խոսքը։ Նա վարդապետ է ուղղակի։ Ամեն։ Սա հնգաթև պարգևներ։ Առաքյալ, որ կարա ամբողջը իր բռունցքի մեջ հավաքի, առաքյալ, որ կարա բոլոր պարգևների հետ շատ հեշտ համագործակցի, շփվի, առանց կոնֆլիկտի, առաքյալ, որի մեջ մտնում է մնացած բոլոր այս 5 պարգևները։ Մարգարե, ով ուղղություն ցույց տվող է, ավետարանիչ, ով ամենաերկար գնացողն է, ամենահեռու գնացողն է, սա նրա գործառույթն է, Փիլիպոս հասավ մինչև Սամարիա եւ ամբողջ Սամարիան բերեց Աստծուն։ Հովիվ, ով նշանված է իր եկեղեցու հետ, ով ունի ճիշտ հովվական սիրտ, եւ ուսուցիչ, որը վարդապետն է։